Էսի ապագա գյուղից է ես մեր ապրանքը եկե։ Մենք ենք մշակում։ Ավելի ճիշտ իմ տղան է մշակում, ես էլ բերում եմ շուկա վաճառելու։ Երկար պրոցես է պահանջում, երկար աշխատանք է պահանջում մշակելը։ Վայ, մենք սկի սա պետք է 300 դրամ ծախեինք, որ մեր աշխատանքի փողը հանեինք, չհաշված այն կողմնակի բաներ։ Մի հատ կողմնակի եկամուտ չունենք մենք։ Մենք տակ տալով ապրում ենք էլի։ Ընդից փող ենք վեկալում, ձեզանից փող ենք վեկալում, ընդ ենք փագում, ընդից վեկալում, ընդ ենք փագում, այդժև ապրում ենք։ Բանկով եք աշխատանք դրել։ Հա, բա ինչ է։ Մենք բանվորով ենք աշխատում, մանավանդ գարնանը ամենակիչը 1,5 միլիոն մենակ բանվորին փող եմ տալիս։ Ամենակիչը։ Եկամտից գոհ եք, ձեր չարչարանքի գինը ստանում եք դուք Այս տարի եկամտից։ մի քիչ Բադրջանից են գոհ, մնացածը 0։ Ինչքան եք վաճառում, որը ինչքան է վաճառվում։ Ասենք Բադրջանը եղել է այսօրվա գներով 450 արդեն վաճառվել է։ Բայց պամիդորը մի 3 օր առաջ գալի 80 դրամով էին խնդրում։ Այս չարչարանքի դիմաց հələ մի հատ նկարեք այս պամիդորը, նայեք որակը, իրա որակը։ Այս պամիդորը 80 դրամ արժողություն կունենա, բայց Երևանի Լուբոյ սուպերմարկետ 220-250 դրամ է։ Հետաքրքրվել եք։ 100%։ Անցած տարի ինչքան եք վաճառում նույն վերքը։ Մենք 300 չէ, կներես 270 դրամով մենք վերջացրել ենք ջերմոցները։ Մենք անցած տարի մեր տան ծածկն ենք փոխել։ Տան ծածկը, ասենք թե էդի եկամուտը ավել է եղել որ տան ծածկը փոխել ենք, չէ։ Մեքենա եմ արել ու ջուր։ Գոհ եք եկամտից։ Հա, իհարկե։ Իսկ վաճառը ո՞րն է, որ այս տարի էժան եք վաճառում։ Վաճառը երևի դուրս չի եթում դրանից է, էլի։ Ասենք այն մեծ ջերմոցատերերը պետքա հանեին դուրս, որ մենք էլ ստեղ օգտվեինք։ Նրանք էլ չեն հանում, նրանք էլ իրար հետ բերել ենք ստեղ վաճառում։ Շատ եք տուժում, որ ռուսական շուկան հիմա արգելափակումներ ա կիրառում։ Ես Ձեր վրա ինչպես է մի բան ասեմ, կլինի խնդալու։ Ասենք թուրքը որ եկավ, ես ստից Ռուսաստան ոտով կգնամ, բայց Ամերիկա չեմ կարա գնամ ոտով։ Ամենակարևոր հարցը, պատասխանեցի։ Եվրոպա չեք կարողանալու արտահանել ձեր։ Չէ, ոտով ես չեմ կարա հանեմ, բայց ոտով ես իշու կաշկով ես կարամ Ռուսաստան հետամ։ Հենց այստեղ է 600 կիլոմետր հետո մտնում ենք ռուսական տարածք։ Իսկ որ հիմա ուզում են Թուրքիայի, Ադրբեջանի հետ սահմանները բացեն։ Զարգացները։ Եթե Մարգարան բացվի, ձեր վրա ինչպես է անդրադառնալու։ Դուք շարունակելու եք Մարգարան որ բացվա։ Մենք լրիվս կնստենք այս կրիշին կչորանանք։ Արևի տակ կչորանանք, որտեղ իրանց ապրանքները զտված է գալիս, ընտիր է գալիս, մեր գներից էլ էժան վաճառվում է։ Օրինակ չնայած էսի էլ վատը չի, թուրքական ապրանքի հետ կռիվ կտա։ Հա։ Բայց էժանա, նա էլ որ եկավ ավելի կեժանանա։ Այս անգամ մենք զրոյական չէ, տո եսի -10 կգնանք։ Իսկ հող կմշակեք այդ պարագայում։ Էլ ո՞նց մշակենք, ինչիներից է պետք։ Ես հենց հիմա վարունգի ջերմոցը փոզում եմ, որ ասենք աշնանային ցանց անեմ, այդ դրա համար ինձ պահանջվում է կլոր 300,000 դրամ։ Բայց ես հələ վարունգ 300,000-ի չեմ ծախել ջերմոցից։ Բայց աշնան բույսի համար 300,000 փող է պետք։ Պետության աջակցություն տեսնում եք գյուղացուն։ Ես այդպես բան չեմ տեսել։
Ինչ պետություն։ Պետություն կա մեր մոտ։ Ես չեմ տեսել, ես որ ասում եմ 300,000 այդ իմ ջերմոցի համար փողա պետք հիմի որ դնեմ, ասենք աշտանային ցանկ սանեմ։ Ուրեմն ասեմ քեզի, դնում եմ բանվորով։ Սերմին փող եմ տալիս, որ առնեմ, թե չի ես սերմա բուծարան չունիմ։ Միջև գա հասնի իր բերքին 100% այդքան փող կնստի իմ վրա։ Երկու անգամ քախան եմ տալու։ Էլը բանվորով։ Դուք պատկերացրեք 1000 մետր ասենք թե քախանը, քանի հոգի, քանի օրում կարան անեն։ Օրը 7000 դրամով վճարում եմ աշխատողին։ Այն որ մարգարան բացվավ, մեր տունը տեղ պետքա թողենք ու փախնենք ստից։